Այսօր ԱՄՆ փոխնախագահը այցելելու է Հայաստան, ինչ սպասելիքներ ունեք դուք։ Ինչ սպասելիքներ ունենք, բարի գալուստ Հայաստան պարոն Վերսին, բայց Հայաստանի խնդիրը պարոն Վերսի այցը չի, բոլորն են տեղյակ աշխարհաքաղաքական կենտրոններից, հատուկ մտածողության կենտրոններից, որ Հայաստանը անցել է այն սահմանագիծը, որտեղ 1001 խմբակներ կան փոքրամասնությունների, խոսում են հայերենով, բայց իրար լեզու չեն հասկանում եւ ոչ մի այց չի կարա մեծ հետևանք եւ բարիք բերի Հայաստանին, քանի որ Հայաստանի գոյությունը եւ ապագան կախված է մարդուց, իսկ մարդը Հայաստանում լուսանցքից դուրս է, կամ այս խմբակին պիտի պատկանի, կամ իշխանությանը պիտի գով քանի, իսկ մտածողություն ունեցող մարդը, պետական մտածողություն ունեցող մարդը Հայաստանում անելիք չունի, սա հստակ է, Հայաստանում չկա պետական մտածողություն, քաղաքական որևէ գործունեություն։ Բայց գործող իշխանությունները ասում են, որ հիմա խոսքը ավելի ազատ է, հիմա ավելի ժողովրդավար է եւ դա իրենց շնորհիվ է եղել։ Հայաստանում ուրեմն ժողովրդավարություն ու դեմոկրատիան կոպիտ չնչի բռնաբարվեց, դարձավ խմբակային շահերով պայմանավորված որևէ արտոնություն, բայց աղմուկ այնքան մեծացավ, ինչը կատարվեց քրիստոնեության հետ։ Հայաստանում քրիստոնեությունը ուղղակի որպես սկիզբ, բայց որպես վերջ, որովհետև Քրիստոսի խոսքը աղավաղվեց, սկսեցին մարդիկ վախերով ապրել եւ չկա ստե մարդը որպես առանց երկրի տերազգում։ Սա ինչ որ խմբակցությունների հովանու ներքո են իրանց գոյությունը պատկերացնում Հայաստանում։ Այս է իրողությունը, ու ելի եմ ասում, Հայաստանը կանգնած է հիմա լուրջ գոյության, խոսքը բոլոր 34 տարվա գործունեությունը բերեց հասցրեց նեյրոհոգեբանական առումով եթե վերլուծենք, այսի ազդակա շատ լուրջ խորի ինստիտուտներին։ Ես մարդ եմ, որ ազգային անվտանգության տնօրենը մի քանի անգամ հանդիպել է եւ այս ասելիքը հստակ է փոխանցված։ Եթե մարդը ինքնությունը չի իմանում ով է, իսկ Հայաստանում քաղաքացիները գիտեն քաղաքացիա մեկ է ինչ պաշտոնյան է, ինչ խմբակից է, բայց որպես մարդ կորցրել է իր առանցքը։ Սա նկատվում է աշխարհի բոլոր տեղերից, արևելքից, արևմուտքից, հյուսիսից, հարավից։ Իսկ խաղաղության պայմանագրին ինչպես է վերաբերվում, արդյոք այն կկնքվի մոտ ժամանակներս, որովհետև արդեն փաստաթուղթը նախաստորագրված է։ Թռիփ ուղին միգուցե սիրուն գեղեցիկ փաթեթավորված բան է, ցանկացած խաղաղության պայմանագիր, բայց այն ինչ կատարվում այսօր աշխարհաքաղաքական մակարդակում բազմաբևեռ ձևավորվող աշխարհում, որ մեր կողքի հարևան Իրանը հսկայական քաղաքակրթական կենտրոն կարող է մեծ պայթունի վերածի, որի մենակ վալնան, այսպես ասած, ազդեցությունը Հայաստանը սրբի ու տանի, ոչ մի բանի պատրաստ չի ու սրա վրա ուղակի սելֆիներ անել, ուրախանալ, Թրամփը շատ լավ, ասած լավ տղա է, սիրում է, էլի տենց բաներ ասել, բայց Թրամփը ժամանակավոր գործիչ է, բայց կան ավելի մեծ գործոններ, որտեղ Հայաստանում չկա պետական մտածողություն, դրա պատճառով էլ ազգային անվտանգության ամբողջ հիմքը պետական մակարդակով քարուքան դեղած է, սա ես բացահայտ պաշտոնապես ասում եմ ու կարամ օրերով եւ ժամերով հիմնավորել։ Այսօր նաև տեսնում ենք, որ բավականին լարված է եկեղեցի պետություն հարաբերությունները, Նիկոլ Փաշինյանը հիմնականում ձգտում է այն եկեղեցիներում պատարագի մասնակցել, երեկ էլ Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մասնակցեց եւ հիմնականում այն եկեղեցիներում է պատարագի մասնակցում, որտեղի կարգված քահանաները համաձայնվում են զեղչել վեհափար Հայրապետի անունը։ Ձեզ համար սա ընդունելի է։ Ես խորքային վերլուծաբան եմ։ Ես սենց կասեմ, քրիստոնեությունը ընդհանրապես կապ չունի այն ինչ որ կատարվում է եւ Քրիստոսը չի եկե ոչ եկեղեցիներ, ոչ կրոն հիմնելու եւ չի եկե այդ եկեղեցին բարենորոգողներ կարգելու եւ երկուստեք է խնդիրը եւ սա պատմական է, սկսված 301 թվականից, որը սենց ասեմ ավելի միստիկ լեզվով չընչի կամ ավելի բարձր գիտակցությամբ երկու կողմերը կբախվեն իրար, բայց ըստեղ մարդ առանցքը Քրիստոսը իր մեջ զգացող կհաղթի, սա պատմաքաղաքական եւ մեծ գործընթաց է, որը որովհետև Հայաստանը հայլին է, էլի, ասենց ասեմ, մենք փոքրիկ ենք Հայաստանին դիտարկում, բայց արևելքի արևմուտքի հարավի հանգույցն է եւ խաչմերուկն է, քաղաքակրթական շատ խտացված են գործողությունները, ամեն մի բառ ուղղակի մի շերտով նայելը, սա բերում է իրականում դիտակետից շեղվելու։ Ես այդպես կասեմ, երկու ստեղ գործողությունները շատ սխալ է։
Քրիստոսի ուզածը դա չի, ու երկու կողմն էլ իբրև Քրիստոսի տան պահապան եւ Քրիստոսի քրիստոնեության ներկայությունը ապահով եկեղեցու բարենորոգման անվան տակ լրիվ այլ գործընթաց են անում, ավելի շատ ցուցադրում են, ասենք ասեմ, առանցքային խորությունը։